մասումների համար ասեմ, որ ստարտապություններ, որովհետև հաղթել են ուսումները, եթե խոսում ենք հաղթանակից, իսկ եթե խոսում ենք արդյունքներից, արդյունքներս քիչ էր, հիմա հանդիսանում ենք, եթե վերցնում ենք հարցումները, պատրաստում ենք արդեն աշխարհագրության արդեն արդյունքներս բարելավեմ ու ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնեմ, որովհետև այս կիլոգրամներով աշխարհագրությանը չես կարող պայքարել հաղթանակի համար, դարձա եղել Եվրոպայի չեմպիոն, ուրախալի փաստ է թե իմ համար, թե ֆեդերացիայի համար, թե հայացքի համար, Ընդհանուր առմամբ մրցակցությունը ինչպես է գնահատում։ Մրցակցությունը ընդհանուր առմամբ թույլ էր Եվրոպահայությունը 2025 թվականից արդեն պարզ էր, որ քիչ կիլոգրամները շատ ցածր է երկրորդ կիլոգրամները, մրցակցությունը թույլ էր, բայց ես բարձրացրի կիլոգրամները ինչի պատրաստ էի, ինչ ես բանին հնարավորություններում ծանրալու է։ Կարծես ռեկորդի էի ուզում գնալ, ինչը խանգարեց քեզ, հարցազրույցներից մեկում նշել էի, որ մի քիչ ուշ ես սկսել մարզումները։ Լուրջ բաժան չկա, որ ուշ եմ սկսել մարզումները, բան ուղղակի հավաքներին սկսել եմ ինքան էր ինձ հերիքում էր պատրաստել Եվրոպահայությանը, այդքան մարզվել։ Հետո արդեն կլրացնենք մինչև աշխարհագրություն։ Իսկ ռեկորդ սահմանելը քո առաջնահերթություններից է։ Ռեկորդ սահմանելը սահմանում էի Եվրոպայի ռեկորդ, բայց մեր նպատակն է աշխարհի ռեկորդները սահմանելը ու փորձենք այդ ամեն ինչը իր նպատակին հասնել։ Իսկ այն որ մրցակցությունը ինչ-որ չափով թույլ է, դա քեզ չի խանգարելու։ Ներողություն ավելացնել չի հոգնածնում այս պարագայում։ Չէ, եթե կարողանաս ճիշտ դրամատրպես ու ճիշտ հասկանաս այդ ամեն ինչը, որ մրցակցությունը դու մրցում ես ծանրաձողի հետ, ոչ թե հատուկ մարզերի հետ։ Այս Եվրոպայի առաջնությունը, որ գործի նույնիսկ դարձել է աշխարհի առաջնությունում, շատ դժվար պայքար ունեցավ, բայց շատ հաջողի զգացողություններ, որ անդամներից դարձել Եվրոպայի չեմպիոն,